Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եվ մենք առանք այն հոգին, որ Աստծուց է, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեցին մեզ Առաջին Կորնթացիս 2:12 Թանկագին ընթերցող Ստացել ես արդյոք այն հոգին, որ Աստծուց է, արդյոք Սուրբ Հոգին քո ներսում է, մեր սրտերում Սուրբ Հոգու գործունեության անհրաժեշտությունը ակնհայտ փաստ է, քանի որ այն ամենը, ինչ արվել է Հայր Աստծո կողմից և Որդի Աստծո կողմից, մեզ համար անարդյունավետ է, քանի դեռ Հոգին դրանք չի հայտնել մեզ։ Ինչ ազդեցություն կունենա ընտրության մասին ուսմունքը որևէ մարդու վրա, քանի դեռ նա չի ստացել Աստծո Հոգին։ Ընտրությունը մեռած տառ կլինի իմ գիտակցության համար, մինչև Աստծո Հոգին ինձ խավարից իր զարմանալի լույսի մեջ չկանչի։ Այնուհետև իմ կանչի հիման վրա ես կտեսնեմ իմ ընտրությունը և կիմանամ, որ քանի որ կանչված եմ Աստծո կողմից, ուրեմն ընտրված եմ նրա հավիտենական նպատակի համար։ Հայր Աստծո և Քրիստոսի միջև ուխտ է կնքվել։ Բայց ինչ օգուտ ունի դա մեզ համար, քանի դեռ Սուրբ Հոգին չի բերել մեզ դրա օրհնությունները և չի բացել մեր սրտերը, որ ընդունենք դրանք։ Մեր օրհնություններն այնտեղ են, խաչի վրա, Քրիստոս Հիսուսի մեջ, սակայն մենք ի վիճակի չենք ձգվելու և հասնելու դրանց, ուստի Սուրբ Հոգին ինքն է դրանք վերցնում և փոխանցում մեզ և այդպես դրանք մերն են դառնում։ Ուխտի օրհնությունները երկնային մանանայի պես են, դրանք անհասանելի են մեզ պես մահկանացու մարդկանց համար։ Բայց Աստծո Հոգին բացում է երկնքի պատուհանները և երկնային հացը թափում հոգևոր Իսրայելի վրա։ Քրիստոսի ավարտած աշխատանքը նման է տակառի մեջ պահված գինու։ Մեր անհավատությամբ մենք չենք կարող այն ոչ դուրս հանել, ոչ էլ խմել, սակայն Սուրբ Հոգին մեր անոթն ընկղմում է դրա մեջ, մենք խմում ենք դրանից։ Առանց Հոգու մենք այնքան մեռած ենք մեղքի մեջ, որ կարծես Հայրը երբեք էլ չի ընտրել մեզ, իսկ Որդին երբեք չի փրկագնել իր արյունով։ Սուրբ Հոգին բացարձակ անհրաժեշտ է մեր բարօրության համար։ Եկեք սիրով քայլենք նրան ընդառաջ և դողանք նրան տրտմեցնելու մտքից անգամ։